Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ես ճանապարհորդ բլոգեր Նորոն եմ։ Սա TV Travel ճամփորդական նախագիծն է եւ մենք Իրանի ամենակոլորիտային քաղաքում ենք՝ Սպահանում։ Այսօր մենք կշարունակենք բացահայտել Իրանի մշակութային քաղաք Սպահանը, իր գույներով, մշակույթով, պատմությամբ ու համերով։ Օրը մեկնարկում ենք Սպահանի մեծ բազարից, այսպիսի հրաշք վայր է, որտեղ ներկայացված է իրանական մշակույթը, գույները, ձեռքի աշխատանքները, այն ամենը, ինչը որ մեզ ասոցացնում է Իրանի հետ։ Սա բավականին գեղեցիկ անկյուն է, այսպիսի ձեռքի աշխատանքներով։ Օրը նոր է սկսում, դեռ դրա համար շատ չի ակտիվացել կյանքը այստեղ, բայց համոզված եմ օրվա երկրորդ մասում այս բազարը լցված է լինելով մարդկանցով։ Գորգերը, հատկապես իրանական գորգերը արևելյան մշակույթի անբաժան մասն են կազմում։ Գալ հասնել Սպահան, որը համարվում է գորգագործության ամենալուրջ կենտրոններից մեկը, եւ չայցելել գորգերի խանութ կլիներ սխալ։ Բարի գալուստ ամենագեղեցիկ գորգերի խանութ։ MS Tour-ը ձեզ է առաջարկում անմոռանալի ճամփորդություն դեպի Պարսկաստան։ Ճամփորդեք մեզ հետ բացահայտելու Իրանի գույներն ու համերը։ Մենք կհոգանք ձեր որակյալ եւ ապահով ճամփորդության մասին, այն դարձնելով ել ավելի տպավորիչ։ Սիրով MS Tour։ Դեպի Իրան խմբային ճամփորդություններին միանալու համար հետևեք Instagram-յան էջին։ Բոլոր թարմացումները կգտնեք այնտեղ։ Իրան MS Tour։ Ջավադ, նկատում եմ, որ իրանական գորգերը բավականին հարուստ են ու բնականաբար այդ հարստությունը խոսում է իրենց անցած ճանապարհի մասին։ Խնդրում եմ նշել, թե ինչով են տարբերվում իրանական գորգերը։ Վերջի վերջո աշխարհում շատերն են գորգերը արտադրում, բայց կոնկրետ իրանական գորգերը դրանք աշխարհում ամենահայտնիներից են։ اول همه من فکر میکنم که ایران یکی از Ուզում եմ նշել, որ Իրանը աշխարհի հին երկրներից է եւ պարսկական գորգերի առանձնահատկության պատճառներից մեկը նրա հին լինելն է։ Երկրորդ պատճառը նրա նախշերի եւ գույների բազմազանությունն է, որ կիրառվում է պարսկական գորգագործության մեջ։ Եվ վերջին, իմ կարծիքով ամենակարևոր պատճառն այն է, որ նման հանգույցներ միայն պարսիկներն են օգտագործում գորգագործության մեջ։ Այսինքն, միայն պարսիկներն են կարողանում գորգը այսպես հանգույց անել։ فقط ایرانی‌ها میتونن نوگره رو استفاده بکنن. Ջավադ, ես գիտեմ, որ Իրանի տարբեր քաղաքներում, տարբեր շրջաններում գորգերը տարբեր են, իրարից տարբերվում են։ Ես այս պահին Սպահանում եմ գտնվում ու գիտեմ, որ Սպահան համարվում է աշխարհում գորգագործության կենտրոններից մեկը։ Խնդրում եմ նշել, թե ինչով են տարբերվում Սպահանի գորգերը մյուս քաղաքների գորգերից։ چیزی که توی فرش اصفهان کلاً متفاوته با بقیه فرش‌ها. Սպահանի գորգերի առանձնահատկությունը նրա նախշերն են եւ գունային գաման։ Եկեք ձեզ ցույց տամ, թե ինչի նկատի ունեմ։ Օրինակ, այս գորգը, որ տեսնում եք, նրա բոլոր գույները 100% բնական են։ Պատրաստված են բնական հումքից։ مثلا این فرشی که اینجا می‌بینید این Այս ծաղիկը հիմնական նախշերից մեկն է եւ վերագրվում է Սեֆյանների դարաշրջանին, մոտ 400 տարի առաջ, երբ Սպահանը Իրանի մայրաքաղաքն էր։ اون موقع اصفهان پایتخت ایران بود. Պարսկական գորգերի շքեղությունն ու համբավն այնքան մեծ էր, որ Օսմանյան կայսրության ժամանակ, երբ Օսմանյան բանակը գալիք Իրանում էր հողերին, պարսկական հողերին, այստեղից գորգագործներին, ովքեր որ հռչակ ունեին, նրանց տանում էին դեպի Փոքրասիա եւ այդ միջոցով զարգացնում էին գորգագործությունն արդեն Փոքրասիայում։ Կասես խնդրեմ, թե քանի տեսակի գորգեր են լինում, քանի որ նկատեցի տարբեր չափերի ու տարբեր նախշերի գորգեր այստեղ։ کلا ما دو مدل نقشه داریم و فرش داریم یا مدل فرش Գորգերը երկու տեսակ են լինում՝ նոմադիկ, այսինքն ոչ քաղաքային, եւ քաղաքային։ Օրինակ, սրանք բալուջական նոմադիկ գորգեր են։ Դրանք գործվում են առանց նախնական գծագրի, մտքի ստեղծագործությամբ։ Իսկ քաղաքային գորգերը գործվում են ըստ նախնական գծագրի։ Օրինակ, սա քաղաքային գորգ է։ Սա մի հատված է այդ գորգից։ فرشا میبافن. حالا چیزی که توش استفاده شده این نقشه شهریه که اینو بر اساس این بافته. این یه قسمتی از این فرش. Իսկ այս գորգը
یکی از فرشای اشایری که حالا من Նոմադիկ գորգերից սրա մասին կցանկանայի խոսել, որը բելուջական է։ Օրինակ, այս նախշը նշանակում է, որ աղջիկը դարձել է 18 տարեկան եւ միայնակ առաջին անգամ իր գորգն է գործել։ Գալիս կանգնում է ընտանիքի առաջ, գորգը փռում է եւ ցույց է տալիս իր աշխատանքը։ Թե բա տեսեք, ես արդեն մեծացել եմ եւ ինքնուրույն գորգ եմ գործել։ Բավական հետաքրքիր պատմություն էր սա իրականում։ Ջավադ, հիմա մեր հեռուստադիտողներին ներկայացնում ենք այս խանութ սրահի ամենաթանկարժեք ու ամենաէժան գորգը։ Սա ամենաէժան գորգն է $100 արժողությամբ ու $17,000-նոց այս գորգը, որը մետաքսից է, դրա համար այդքան թանկարժեք է։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր ինֆոյով կիսվելու համար։ Ուրախ էի ծանոթանալ պարսկական գորգերին, վաղուց էի ցանկանում ու դա արեցի ես Սպահանում, այնտեղ որտեղ առհասարակ կարում են գործվում են համաշխարհային հրճակ ունեցող գորգերը։ Շնորհակալ եմ։ Սպահանը Իրանի ամենագեղեցիկ եւ պատմական քաղաքներից մեկն է։ Սպահանն ունի շուրջ 2,500 տարվա պատմություն եւ եղել է Իրանի քաղաքական, մշակութային եւ տնտեսական կենտրոններից մեկը։ Այն իր բարձունքին հասավ Սեֆյանների ժամանակ 16-ից 17-րդ դարերում, երբ Շահ Աբասը այն դարձրեց մայրաքաղաք, վերածելով այն աշխարհի ամենահզոր ու հրաշալի քաղաքներից մեկը։ Քաղաքի կենտրոնում գտնվող Նախշե Ջահան հրապարակը համարվում է աշխարհի ամենամեծ հրապարակներից մեկը, շրջապատված գեղեցիկ մզկիթներով, պալատներով ու շուկաներով։ Սպահան քաղաքը պատմության ընթացքում եղել է նաև պոեզիայի, արվեստի, երաժշտության ու գիտության կենտրոն։ Այստեղ ապրում էին բազմաթիվ մեծ գրողներ, բանաստեղծներ, նկարիչներ ու երաժիշտներ։ Նախշե Ջահանը շատ հավես, շատ թույն անկյուն էր, որտեղ այստեղ միանգամից կարողացա տեսնել թե պալատը, թե մզկիթները, թե բազարը իր մշակույթով, իր յուրահատկությամբ, պարսկական գորգերը, թեյարանը։ Մի խոսքով սա յուրահատուկ անկյուն է ու ամեն անգամ այստեղ գալուց անպայման այցելելու եմ, որպեսզի նորից վերապրեմ այս ողջ էմոցիաները։ Ամենահայտնի Բերյանի պատրաստման վայրն է, համտեսելու վայրն է Սպահանում։ Բերյանը բավականին հետաքրքիր պատրաստվող ուտելիք է, բավականին բարդ, որովհետև մեկ կոմպոնենտից չէ բաղկացած, այլ տարբեր միս, հաց, տարբեր համեմունքներ, կանաչեղեն, շատ յուղոտ, բայց ես ձեզ վստահեցնում եմ շատ համով է Բերյանը։ Ես առաջին անգամ չէ որ համտեսել եմ Բերյան եւ եթե անկեղծ ասեմ Սպահան գալուց պատճառներից մեկը հենց Բերյանի համտեսումն է եւ ասում են հենց այս վայրում կարող ես համտեսել ամենահամեղ Բերյանը։ Ինձ ստեղ առաջարկեցին որպեսզի իրենց հետ պատրաստեմ Բերյան, կարծում եմ բավական հետաքրքիր կլինի, մեծ սիրով ես համաձայնվեցի։ Yeah, thank you. Oh, let's go. Շատ լավ։ Նախ մենք ունենք այսպիսի հետաքրքիր թավա, որի մեջ լցնում ենք դարչին։ Այնուհետև վերցնում ենք եփած աղացած ոչխարի միսը, որին ավելացնում ենք շաֆրան եւ անանուխ։ Եվ այդ ստացված զանգվածը տեղափոխում ենք այս կաղապարի մեջ։ Իսկ այնուհետև օջախին։ Իսկ հիմա արդեն բնականաբար տեղափոխում ենք առաջ, որոնք որ պատրաստ են, որպեսզի մեր երկրորդ խոհարարը վերցնի եւ սկսի արդեն մատուցել։ Դուք կարող եք կողքից ինձ հետևել, որպեսզի սխալ չանեմ եւ որից հետո կարողանամ ձեզ մոտ աշխատանքի հասնել։ Հա, արդեն առաջի սխալը կատարեցի, այո։ Ուրեմն, հետո դնում ենք սանգյարը, լավաշը, հետո սանգյարը,
Հետո ավելացնում ենք մսաջուրը, որը որ ստացել ենք արդեն, երբ որ պատրաստում ենք մեր կաղապարի մեջ միսը։ Այդ մսաջրի մեջ ավելացնում ենք լոլիկ եւ համեմունքներ, այնուհետև սա տեղափոխում ենք արդեն սանգյարի եւ լավաշի վրա, այսպես, որին ավելացնում ենք, բերում ենք արդեն մեր բիրյանը, արդեն պատրաստ վիճակում։ Ոնց որ իրենք են անում, նետում ենք այն կողմ։ Վերջ, սա ինչ է։ Ես մեկը չգիտեմ ինչ է։ Խալալ, չգիտեմ սա ինչ է։ Ավելացնում ենք աղացած թոքը։ Սա աղացած թոքն է, այսպես, ճիշտ է։ Փաթաթում ենք։ Հետո բերում ենք լավաշը։ Մեկը սա ես եմ ուտելու, ես իմ ձեռքով կարող եմ անել եւ շատ տաք է։ Պատրաստ վերջ։ Ֆանտաստիկ։ Այս տեսքը ունի սանգյակի մեջ փաթաթած բերյանը, իսկ ես հիմա գնամ համտեսելու այս ֆանտաստիկ ուտելիքը։ 120 տարի է գործում է այս բերյանի վայրը եւ ոչ ոքի դեռ թույլ չէին տվել, որ մտներ խոհանոց եւ այս հագուստով պատրաստեր ազգային ուտելիքը։ Իմ մոտ ստացվեց դա։ Այս հատվածը բերյանի արդեն դուք տեսել եք, որը որ ես պատրաստեցի, բայց բացի սրանից նաեւ մատուցվում է ռեհանով, սոխով ու լայմով, ահա սա, եւ մյուսը մսաջուրն է, հացը եւ մածունը։ Կներեք որ ձեռքերով եմ ուտում, բայց այստեղ այդպես է ընդունված։ Իսկ ես սիրում եմ տեղացիների կոլորիտի մեջ սուզվել։ Բերյանի շատ համեղ համ է պարգևում լայմը։ Մի փոքր հիմա փորձենք նաեւ լայմով։ Եթե այցելեք Սպահան, անպայման եկեք այստեղ համտեսելու բերյանը։ Բերյանը իրոք որ համեղ ուտելիք է եւ այս համտեսից հետո միանշանակ Սպահանը ձեզ մոտ ասոցացվելու է այս ուտելիքով։ Դեպի Իրան խմբային ճամփորդություններին միանալու համար հետևեք Instagram-յան էջին։ Բոլոր թարմացումները կգտնեք այնտեղ։ Iran MS Tour։ Սպահանի Ջամե մզկիթը ամենահներից է Իրանում, համարվում է պարսկական իսլամական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում աչքի է ընկնում իր յուրահատուկ կառուցվածքով, որը ներառում է տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական ոճեր, սկսած սելջուկներից մինչև Սեֆյանների դարաշրջան։ Այն ունի լայնածավալ գավիթներ, գմբեթներ, մինարետներ եւ հիանալի խաչաձև գմբեթային դիզայն, որը բնորոշ է պարսկական մզկիթներին։ Հիմա ես ուզում եմ ձեզ ներկայացնել աշխարհի ամենաթանկարժեք համեմունքի հետ, շաֆրանի բնականաբար, կարծում եմ շատերը գուշակեցիք։ Ես ցանկանում եմ, որպեսզի շաֆրանը միասին ներկայացնենք մեր հեռուստադիտողներին, քանի որ շատ լավ գիտեմ, որ դու առանձնահատուկ վերաբերմունք ունես շաֆրանի նկատմամբ եւ խնդրում եմ ներկայացրու լեգենդար այս համեմունքը։ Շաֆրանը աշխարհի ամենաթանկ համեմունքն է եւ նրա գինը թանկ լինելու փաստը պայմանավորված է նրա բարդ բերքահավաքով։ Շաֆրանը ինքը ծաղիկ է իրականում, որի համեմունքը ներկայացնում է իր 3 ծաղկաթելերը։ Շաֆրանի բերքահավաքը սկսվում է ամեն տարվա հոկտեմբերին եւ տևում է 4-ից 6 շաբաթ։ Շաֆրանի բերքահավաքը շատ բարդ process է իրանից ներկայացնում եւ ամեն ծաղիկից ստացված 3 մանրաթելերն են, ծաղկաթելերն են, որից պատրաստվում է շաֆրան։ Մի բան է մեր հեռուստադիտողներին հետաքրքրում, համոզված եմ, թե ինչ արժե 1 կիլոգրամ շաֆրանը։ 1 կիլոգրամ լավ որակյալ շաֆրանի արժեքը կազմում է գրեթե 7000 ամերիկյան դոլար։ Շաֆրանի չափման միավոր կա եւ կոչվում են մեսխալ։ Երբ որ գնում են շաֆրան գնելու, չեն գնում մի քանի 100 գրամ, գնում են մի քանի գրամ մեսխալ։ Դա չափման միավորը հատուկ շաֆրանի համար նախատեսված։ Հիմա առաջարկում եմ խմել շաֆրանով պատրաստված թեյ, թուրմ եւ լսել մասնագետին։ 100 ծաղիկից ստացված 300 ծաղկաթելերից դուրս է գալիս 1 գրամ շաֆրան։ 100 ծաղիկից ընդամենը 1 գրամ շաֆրան, պատկերացրու որքան ծաղիկ պետք է հավաքեն, որպեսզի ստանան 1 կիլոգրամ շաֆրան։ Ես կարծում եմ շաֆրանի գինը պայմանավորված է այն աշխատանքով,
որը որ մարդիկ կատարում են։ Սոսը ես գիտեմ, որ նաև կա կեղծ շաֆրան։ Խնդրում եմ նշել, թե կեղծ շաֆրանը ինչով է տարբերվում իրականից։ Կեղծ շաֆրանը իրականից տարբերելու մի քանի տարբերակներ կան։ Ամենառաջինը շաֆրանի կառուցվածքին պետք է նայել, ծաղկաթելի կառուցվածքին։ Ծաղկաթելը պետք է ունենա հաստ սկիզբ եւ բարակ վերջավորություն։ Եթե այդպես չի, ինքը ուրեմն կեղծ է։ Եվ երկրորդ տարբերակը պետք է փորձել սառը ջրով։ Եթե իսկական իրական շաֆրանի ծաղկաթելերը գցենք սառը ջրի մեջ, այն կոտրելու առանց մանրացնելու, առանց փշրելու, մեկը մենք գցենք սառը ջրի մեջ, ինքը գույն չպիտի տա։ Իսկ եթե գույն տվեց, ուրեմն այն ներկված է, այն կեղծ է։ Սոսը նկատում եմ, որ այստեղ տարբեր նմուշներ են ներկայացված, որոնք որ իրարից տարբերվում են չափով եւ նաեւ գույնով։ Դա արժեքի հետ կապ ունի, թե ոչ։ Շաֆրանը ինչքան գույնը մուգ եւ փոքր ծաղկաթելեր, այնքան ավելի էժան է։ Իսկ եթե շաֆրանի ծաղկաթելերը երկար են ու ինքը հաստ եւ ունի վառ կարմիր երանգ, այն ավելի որակյալ եւ թանկարժեք շաֆրան է։ Այսինքն այն շաֆրանը, որ ներկայացված է կոնկրետ այստեղ, քանի որ նկատում եմ քո նշած չափորոշիչներով, սա ամենալավն է, սա ամենաթանկարժեքն է, այսինքն մոտ $7,000։ Այո, ճիշտ ես կրանը։ Այն շաֆրանը, որ այստեղ է ներկայացված, որ ավելի բարակ է, չէ, որակով բնականաբար տարբերվում է գույնը ավելի մուգ, դա համեմատաբար ավելի էժան է։ Այո։ Ու այսինքն որ մենք սնվում ենք, ճաշեր ենք ուտում, նաև խմում ենք ինչ-որ հյութեր, թուրմեր, հա, դրանք պատրաստված են թանկարժեքից, թե էժանից։ Կախված որ ռեստորանում ես սնվել, որտեղ ես այցելել, որ ինչ ես կերել, դրանով կա պայմանավորված լինի շաֆրանի որակը։ Իմացել եմ, որ թանկարժեք շաֆրանը, որը որ ներկայացված է այստեղ, ինքը նաև օգտագործվում է բժշկության մեջ։ Այո։ Բայց նաև ինքը վտանգավոր է։ Եվ հնում, երբ չեն իմացել շաֆրանի իրական արժեքը, գինը, եւ շատ sense շռայլորեն են օգտագործել, այն օգտագործել նաև որպես ծիծաղաբեր, եթե կարելի ասել, թմրանյութի տեղ։ Ինձ այսօր մի փոքր շաֆրան է հարկավոր, շատ ծանր օրվանից հետո։ Փոքր չափաբաժին դու արդեն ընդունեցիր։ Տեսնենք ոնց կազմի քո վրա։ Շատ թանկարժեք շաֆրանը, շատ ձեռնտու չէ ցաղում առօրյայում օգտագործման համար եւ այն օգտագործում բժշկության մեջ դեղորայքի պատրաստման համար։ Դեպի Իրան խմբային ճամփորդություններին միանալու համար հետևեք Instagram-յան էջին։ Բոլոր թարմացումները կգտնեք այնտեղ։ Իրան MS Tour։ Ես այս պահին գտնում եմ Սոֆե պարկում, սա Սպահանի ամենազով, ամենագեղեցիկ պարկերից մեկն է համարվում ու տեղացիները շատ են սիրում իրենց ժամանցը կազմակերպել ստեղ։ Սոֆե գագաթն է, 2241 մետր բարությամբ, ունդեղից շատ գեղեցիկ երևում է քաղաքի համայնապատկերը ու նաև կարող եք դիմավորել մայրամուտը։ Սոֆեն բարձրանալու երկու տարբերակ կա։ Մեկը ճոպանուղին է, մյուսը ոտքերը։ Գնացինք։ Երևի կհիշեք, երբ ես Յազդում էի, այցելեցի մի սրճարան, որը հիմնել էին փարլևանները։ Փարլևանները մարմնամարզիկներ են, ովքեր որ շատ հետաքրքիր յուրահատուկ կերպով են մարզվում։ Նրանց կենտրոնը, այն վայրը, որտեղ որ նրանք մարզվում են, կոչվում է Զուրխանե։ Զուրխանե նշանակում է ուժի տուն։ Սա հին իրանական սպորտաձև է, որը գալիս է զրադաշտականությունից եւ ունի շատ հետաքրքիր իմաստ։ Առաջարկում եմ միասին գնալ ներս եւ տեսնել թե ինչպես են զբաղվում, ինչու ոչ նաեւ փորձել զբաղվել այդ հետաքրքիր սպորտաձևով։ Գնացինք։ Հիմա ինձ առաջարկում եմ, որպեսզի պատրաստվեմ ես եւ ինքս նաեւ փորձեմ զբաղվել այդ սպորտաձևով։ Բոլորը հավաքված են, ուշադրության կենտրոնում եմ, մատ փոխվեմ ու գամ։ Նախ ոչ ոք չէր մտնում ներս, մինչև եկավ ամենամեծը, գլխավորը, որից հետո նոր ինքը իրա մտնելուց հետո նոր մյուսները սկսեցին հերթով գալ։ Ըստ աստիճանակարգի է գալիս, այսինքն հին մարզվողից մինչև նոր մարզվող։ Վերջում ես եմ գնալու անպայման, հիմա գնամ։ Տեսնեք ինչ հաստատ,
Շատ լարված եմ։ Զուրխանեի պատմությունը խորը մշակութային եւ պատմական արմատներ ունի, որը կապված է պարսկական ավանդույթների, մարզական ծիսակարգերի եւ կրոնական արժեքների հետ։ Սա դեռ սկիզբն է, հիմա իրենք փորձում են բացվել մարմինը տաքացնել, որից հետո նոր սկսեն զբաղվել ավելի դժվար, բնականաբար եւ ծանր պրոցեսներով։ Այն մշակվել է դեռևս հին Պարսկաստանի ժամանակներում եւ իր ողջ պատմության ընթացքում Զուրխանեն եղել է ոչ միայն մարզական, այլև մշակութային ու հոգեվոր կենտրոն։ Հիմա իմ ձեռքերում միլերն են, որոնցով որ իրականացվում է այս պարապմունքները, ոչ միայն իմ, այլ նաև բոլորի, բայց ինչպես նկատում եք, իմ ձեռքի միլերը մի փոքր քաշով տարբերվում են, ավելի քիչ են, ավելի մեծ միլեր կան։ Սա բացառիկ հաղորդաշար է, երբեք նման բան տեսած չեք լինի հայկական TV-ում, այնպես որ ինձ աջակցեք։ Սեֆյանների դարաշրջանում Զուրխանեն ձեռք բերեց նոր նշանակություն, դառնալով մի վայր, որտեղ նաև կենտրոնանում էին մշակութային ու կրոնական միջոցառումները։ Զուրխանեն ուներ մի շարք տարրեր, որոնց մեջ ներառվում էին մարտարվեստի, երաժշտության, ծիսակատարությունների եւ բարոյական կրթության համադրությունը։ Սեֆյանները աջակցում էին այս ավանդական մարզաձևերին եւ դրանցով ձևավորված արժեքներին։ Այնպիսի կարևոր քաղաքներ, ինչպես Սպահանը եւ Թեհրանը, հայտնի են եղել իրենց Զուրխանեներով, որտեղ մարզիկները մշտապես մարզվում էին, իսկ ավանդական մրցումներն ու ցուցադրությունները ունենում էին մեծ տարածում։ Զուրխանեի ստեղծման ժամանակը սերտորեն կապված է Սասանյան կայսրության հետ, երբ մարզական պատրաստությունը եւ ռազմարվեստը մեծ դեր էին խաղում հասարակության մեջ։ Այս ընթացքում Զուրխանեն եղել է հիմնական մարզադահլիճը, որտեղ երիտասարդները մարզվում էին զինվորական պատրաստության համար, բայց նաև փոխանցում էին բարոյական եւ սոցիալական արժեքներ։ Դրա նպատակն էր ոչ միայն ֆիզիկական ուժը զարգացնել, այլև հոգեվոր եւ բարոյական հատկանիշներ ձևավորել։ Հիմա անցում ենք կատարում մեկ այլ գործիքի, այսպիսի գործիք է, նման փոքր աթոռի։ Նաև հատուկ ձև կա, որ պետք է ընդունես, հենց այսպես, մի ծունկը գետնին եւ մի ծունկը արդեն 90 աստիճան անկյան տակ, շարունակենք հետևել։ Զուրխանեներում կատարվող մարզումները հաճախ համընկնում էին մշակութային ու կրոնական արժեքների հետ։ Մարզիկները ստիպված էին լինում հետևել բարոյական նորմերին, հատկապես բարի լինելով, համբերատարությամբ, հարգանքով մեկը մյուսի նկատմամբ։ Սրանք այնպիսի արժեքներ էին, որոնք փոխանցվում էին ավագ սերնդից երիտասարդներին։ 2009 թվականին Զուրխանեն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն, նրա կրթական, մշակութային եւ պատմական արժեքները վկայելու համար։ Դա նշանակում է, որ Զուրխանեն ոչ միայն մարզական կենտրոն է, այլև ազգային մշակութային ժառանգություն, որը շարունակում է ազդել Իրանի մշակույթի վրա։ Այսօր Զուրխանեն վերստին կարևորություն ունի ոչ միայն մարզական, այլև մշակութային կյանքում։ Փահլևանները, որպես կանոն, հանդես էին գալիս ռազմաճակատում, պաշտպանելով իրենց հայրենիքը եւ արժանապատվությունը, բայց նրանց դերակատարությունը միայն ռազմական չէր։ Նրանք նաեւ հայտնի էին որպես հոգեվոր, բարոյական եւ ֆիզիկական ուժի խորհրդանիշներ։ Որդապես ես շարունակեմ իմ ճամփորդությունը, մի քանի փորձ արեցի, հասկացա, զգացի, թե ինչ սպորտաձև է առասարակ այս շատ հին պատմություն ունեցող սպորտաձև է եւ ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր որ այսպիսի հազարամյակներ առաջվա սպորտաձևը, որով որ միլիոնավոր մարդիկ են ժամանակին զբաղվել, այսօր պահում են։ MS տուրը ձեզ է առաջարկում անմոռանալի ճամփորդություն դեպի Պարսկաստան։ Ճամփորդեք մեզ հետ բացահայտելու Իրանի գույներն ու համերը։ Մենք կհոգանք ձեր որակյալ եւ ապահով ճամփորդության մասին, այն դարձնելով ել ավելի տպավորիչ։ Սիրով MS տուր։ Դեպի Իրան խմբային ճամփորդություններին միանալու համար հետևեք Instagram-յան էջին։ Բոլոր թարմացումները կգտնեք այնտեղ։ Իրան MS տուր։
Սպահանում անցկացրած օրերի ընթացքում հասցրեցի սուզվել Իրանի մշակութային կյանքում։ Համտեսեցի ավանդական ճաշատեսակ բիրյանը, փահլևանների հետ մարզվեցի Զուրխանեում, այցելեցի ամենաթանկարժեք համեմունքների խանութը եւ ծանոթացա պարսկական գորգերի հետ։ Հաջորդ հաղորդման ընթացքում կայցելեմ իրանական քաղաքակրթության կենտրոն Քաշան, որը ունի 7000 տարվա պատմություն, եւ կհասնեմ Իրանի ամենայուրահատուկ գյուղերից մեկը՝ Աբյանե։ Բաց չթողնեք իրանական մեր արկածները Շանթ հեռուստաընկերության եթերում։ Հետևեք մեզ սոցիալական տարբեր հարթակներում՝ YouTube-ում, Instagram-ում եւ Facebook-ում։